Ողջույն սիրելի ունկնդիրներ, դուք լսում եք առաջնագծում հաղորդաշարը, որի նպատակը լուսաբանել մեր համայնքում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունները եւ ներկայացնել մեր համայնքի այն մարդկանց, ովքեր իրենց գործով եւ նվիրումով նպաստում են մեր միասնությանը։ Այսօր մենք կխոսենք մի կարևոր բարեգործական միջոցառման մասին եւ դրա ներկայացման համար հրավիրել ենք մեր համայնքի կողմից շատ սիրված երաժիշտների, ինչպես նաեւ միջոցառման կազմակերպիչին։ Եվ այսպես մեր հյուրերն են միջոցառման կազմակերպիչ Մանուշակ Մուրադյանը, սիրելի կանոնահար Նարե Խորենին, Հայաստանից հատուկ այս միջոցառման համար Բելգիա ժամանած երգիչ Վարդան Խաչատրյանը եւ իհարկե մեր համայնքի ինքնության անբաժան մասնիկ, ես կասեի նույնիսկ մեր համայնքի այցեքարտ Հանրահայտ Տիգրան Խանջարյանը։ Բարև ձեզ։ Ողջույն Արմինե ջան։ Մանուշակ ջան, քանի որ դեռ ես չեմ ներկայացրել միջոցառման մանրամասները, կխնդրեմ, որ ինքդ ներկայացնես այն, ինչ միջոցառում է, ինչ նպատակ է հետապնդում, որտեղ եւ երբ է անցկացվելու եւ ամենակարևորը, ինչպես կարող են մեր ունկնդիրները մասնակցել։ Շնորհակալություն։ Բարև բոլորին։ Ուրեմն միջոցառումը կկայանա Բելգիայի Հայտանը, Ռուե Գազ 83-ում։ Համերգը բարեգործական համերգ է եւ ունկնդիրները կարող են ուղղակի գալ հենց տեղում վերցնել տոմսերը։ Շատ շնորհակալություն։ Տիգրան ջան, սա քո առաջին բարեգործական համերգը չէ։ Գիտեմ, որ միշտ սիրով արձագանքում ես համայնքի բոլոր նախաձեռնություններին եւ մասնակցում տարբեր բարեգործական ծրագրերի։ Ինչպես ես կարողանում ժամանակ գտնել համատեղել թե քո բազմաթիվ համերգային շրջագայությունները, ձայնագրությունները, ինչպես նաեւ բարեգործական համերգները։ Նույնպես ողջունում եմ բոլորին, նախ եւ առաջ շնորհակալ եմ Արմինե ջան ջերմ խոսքերի համար։ Արմինե ջան, կարծում եմ դա այն բոլորիս պարտականությունն է, ասեմ ավելին, երբ բարեգործական համերգ է լինում ու կախված է այդ բարեգործական համերգը մեր հայազգի հետ, մեր Հայաստանի հետ կամ մեր բալիկների հետ, ես կարծում եմ, որ բոլորս պետք է միշտ պատրաստ լինենք ու անկախ մեր աշխատանքից, մեր գրաֆիկից հարմարացնենք, որպեսզի կարողանանք մի փոքր մասնիկով մեր երկրին օգտակար լինենք, մեր ժողովրդին կարողանանք ինչ-որ մի թեթև բանով օգնել։ Այնպես որ ես ասել եմ ու կասեմ միշտ մեր ազգի կողքը կանգնած եմ ու միշտ պատրաստ եմ որևէ բարեգործական համերգին իմ ներդրումը անել։ Կանենք Տիգրան ջան, քո խոսքերի համար եւ հաստատում ենք մեր կողմից եւս, որ դու միշտ մասնակցում ես թե մեր համայնքի բարեգործական միջոցառումներին եւ նաեւ համայնքից դուրս բարեգործությանը դու միշտ մասնակից ես լինում։ Նարե ջան, դու եւս հաճախ մասնակցում ես բարեգործական համերգների, բարեգործական միջոցառումների։ Ինչ զգացողություն ես ապրում, երբ որ ելույթ ես ունենում հենց բարի նպատակների համար։ Բարև ձեզ, հարգանքներս բոլորիդ, սիրելիներս, Արմինե ջան, ես այսպես կարող եմ ասեմ, ինձ համար բարեգործությունը երևի այդպես եմ հասկացել, ինձ համար ախտանիշ է ու ի վերուս Աստծուց տրված օծություն, որը որ ինձ ապրեցնում է, կյանք է տալիս ու ես միշտ պատրաստ եմ անկախ իրավիճակից, անկախ չգիտեմ ինչ կերպ սիտուացիայում կլինեմ, ինչով կարող եմ օգտակար լինեմ, թե նյութապես, ամեն կատարել ուղղակի բարեգործություն, որը իսկապես ինձ համար օրհնություն է, ու միշտ կրկնվեմ մեր Տիգրանին, միշտ կանգնած եմ մեր հայ ժողովրդի կողքին ու միշտ պատրաստ սիրով թիկունք լինելու, որպեսզի մենք կարողանանք մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր արմատները տարածենք ինքը տարածված է, բայց մենք եւս ամեն անգամ հաստատենք մեր օգ լինելը։ Շնորհակալություն Նարե ջան։ Վարդան, կարծում եմ, որ հատուկ հենց այս միջոցառման համար ես գալիս Բելգիա եւ ինչպիսի սպասումներ ունես այստեղից եւ ինչ ես ցանկանում փոխանցել մեր հանդիսատեսին։ Ուրախ եմ ես գեղեցիկ զրույցի համար, ողջունում եմ այդտեղ բոլորին։
Բնականաբար շատ սիրուն կապ կա անկախ նրանից, թե ես ապրում եմ այստեղ Հայաստանում, մարդիկ այդտեղ Բելգիայում, Բրյուսելում ու մնացած քաղաքներում, կա կարոտ, կա հայ տեսակ, որը ես այստեղից իմ երկերի միջոցով բերելու եմ այդտեղ ու այդ երկերի միջոցով այդ կամուրջը ստեղծելու ենք, այդ կարոտը միասին առնելու ենք։ Ես անկեղծ սպասում եմ լավ ու ջերմ արձագանքների, լավ վերաբերմունք եմ, որտեղ ինչ որ տեսել եմ ու նկատել եմ դրա մասին ա եղել։ Ես սպասում եմ շատ սիրուն երեկո ու ես իմ չափաբաժին կարոտը այդտեղից բերում եմ, այդտեղից էլ բերելու եմ փոխանցեմ այդ Երևան, Հայաստան ու բոլոր մարզերը։ Սիրուն երեկո եմ ակնկալում ու սպասում, որի հիմնական գաղափարը շատ լավն է։ Մեծ ուրախությամբ գալիս եմ այդտեղ։ Ստացվում Վարդան ջան։ Մանուշակ, ինչպես ծնվեց այս գաղափարը եւ ինչու որոշեցիր, որ այս հասույթը տրամադրել բարի տնակին, ինչ գործունեություն է ծավալում բարի տնակը։ Ուրեմն ճիշտ ասած միջոցառման ծրագիրը ստեղծվեց, երբ որ տղաս ու հարսը ստեղծեցին իրենց VN event-ը ու որոշում ենք, որ VN event-ը հենց սկզբից լինի բարեգործական համերգով, բացումը լինի, իսկ ինչու բարի տնակին, որովհետև արդեն քանի տարի է, որ եկեղեցու մանուկների ֆոնդը օգնում է բարի տնակին, իսկ բարի տնակը հենց ինքը իր գործնեությամբ շատ մեծ գործ անում երեխաների համար, մանավանդ խնդիրներով երեխաների ու սահմանամերձ գոտում գտնվող երեխաների համար։ Իսկ այս տարի մանուկների մեր եկեղեցու մանուկների ֆոնդը նույնպես սեպտեմբերին օգնեց մոտ 20-25 երեխաներին պայուսակով գրենական պիտույքներով ու երբ որ որոշեցինք անել մեր այս բարեգործական ծրագիրը, ես խորհրդակցեցի մեր մանուկների այդ ֆոնդի մյուս աղջիկների հետ ու երբ որ Հայաստանում էի գնաց հենց բարի տնակ ծանոթացա Մարինեի հետ, իրենց կազմակերպիչի հետ, այնտեղ իրենք ունեին ծրագիր նոր տարվա, որ ամեն տարի նոր տարուն իրենք նվերներ են բաժանում երեխաներին ու որոշեցինք, որ այս միջոցառման ամբողջ հասույթը պիտի տրամադրենք իրենց, քանի որ դա շատ լավ գործ է ու գիտենք, որ բարեգործությունը տեղ է հասնում, ամենակարևորը դա է։ Իրենք շատ մեծ գործ են անում, օգնում են այն մամաներին, որոնք ունենում են խնդիրներով երեխաներ ու օգնում են այդ մամաներին ոտքի կանգնել, չթողնել իրենց երեխաներին թե մանկատանը, թե հիվանդանոցում, որ մեծացնեն, ամեն ինչով իրանց կողքին են ու այդ երեխաների ու մամաների, ոչ միայն երեխաների, այլև մամաների կողքին։ Ու այդպես։ Իսկապես շատ ազնիվ նպատակ է, շնորհակալություն։ Տիգրան ջան, օգտվելով առիթից, որ հազիվ քեզ տեսնում ենք, կուզենայի իմանալ ինչ նորություններ ենք քեզանից սպասելու մոտ ապագայում։ Արմինե ջան, նորություններ կլինեն, չգիտեմ, շատերը արդեն տեղյակ են, այս վերջերս պայմանագիր կնքեցի Աննա Կարոլինայի հետ, որը ապրում է Փարիզում, ու ով պետք է զբաղվի ավելի, ոնց որ ասած, ավելի հստակ քայլեր պետք է անենք, որոշել ենք մեծ համերգներ անենք, ազնավուր ենք ուզում անենք մայիսի 23-ին Փարիզում, այս ամիս նոյեմբերի 21-ին եւս մեկ անգամ հրավիրել են Բաֆա, Էլեն Սեգարան է այդտեղ լինելու, Ժոդասանի տղան եւ այդպես լավ ծրագրեր կան, դե երկերի մասին չխոսեմ, արդեն 3-4 հատ պատրաստ են, մնում է իմ չսիրած բանը տեսահոլովակ նկարելը, կարծում եմ շուտով պետք է դրանք էլ վերջացնենք, որ կարողանամ հանձնեմ իմ երգերը ժողովրդի դատին։ Սիրով մատուցեմ ձեզ։ Տեսահոլովակը եւս այս տարի կլինի։ Հա, մինչև հունվար գոնե մի հատ երևի կհասցնենք արդեն, մնացածը ընթացքում արդեն փորձենք շատ չսպասեցնել, այսպես ասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ մեր հրավերքը ընդունելու եւ այս հարցազրույցին մասնակցելու համար։ Անհամբեր կսպասենք հանդիպել ձեզ գալիք Կիրակի օրը։ Շնորհակալ ենք բոլորիցդ։ Ես էլ եմ շնորհակալ, եթե կարող եմ, գիտեմ, որ շատերն են մեզ այսօր նայելու, ես ուզում եմ այդ իրավունքը, չգիտեմ, կարող է սխալ եմ անում, բայց ես
գտնում եմ, որ պարտադիր են բոլորը ներկա գտնվելու, որովհետև իսկականից այդ գործը, որ այդ գումարով պետք է արվի, շատ կարևոր է բոլորի։ Մեր հայազգի, մեր այդ երեխաների, այնպես որ բոլորից սպասում ենք, ես էլ, Վարդանն էլ, Նարեն էլ, բոլորս բարձր տրամադրությունով ձեզ անմոռանալի երեկո ենք խոստանում, այնպես որ բոլորից սպասում ենք հայտանալ։ Շնորհակալ եմ շատ։ Ես իմ կողմից կարող եմ ասել, որ ես անպայման կլինեմ Տիգրան ջան, եւ կարծում եմ քո խոսքը անարձագանք չի մնա։ Գրեթե վստահ եմ դրանում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեքին էր, որ առանց ոչ մի ավելորդ խոսակցության մեծ ցանկացան ու որ օգնեն ու մասնակցեն այս մեր ծրագրին։ Շատ շնորհակալություն ձեր երեքին։ Մենք Արմինե ջան, ձեզ քեզ ձեր նոր բարի բարի գործի համար ապրեք շատ։ Հետ շնորհակալություն, որ այդքան գեղեցիկ գործ եք նախաձեռնել, որովհետև երբ որ գիտակցում ես ինչի մասին է բարեգործությունը, նույնիսկ ինքն բարի տնակը ես մի բան էլ ավելացնեմ, ներողություն, որ ինքը իր մեջ նաև ներառում է նույնիսկ այն մանկալուքությունը, որ ունեն շատ վատ պայմաններ ու այդ քայլերին են գնում ու այսօր բարի տնակը ինքը այնպեսի պայմաններ է ստեղծել, որ նույնիսկ չլինի այդ մանկալուքությունը, որը իսկապես ահավոր է ու շատ նմանատիպ շատ լավ ծրագրեր ունի, Շնորհակալություն Նարեկ ջան։ շնորհակալություն քեզ Մանուշակ ջան, այս գեղեցիկ օրհնված ծրագրի գործի համար։ Քեզ էլ շնորհակալություն Արմինե ջան, շատ Մերսի։ շնորհակալ ենք, որ կաք մեր կյանքում հայրենատեր Շնորհակալություն։ Սիրելի ունկնդիրներ, ձեր հաջորդ միջոցառումը արդեն ֆիքսված է, նոյեմբերի 16-ին ժամը 17-ին հանդիպում ենք Հայտուն մշակութային կենտրոնում, վայելելու այս գեղեցիկ հայկական համերգ, հյուրասիրություն եւ միաժամանակ աջակցելու ենք մի բարի նախաձեռնության։ Մնացեք Բելգահայի եթերում եւ վայելեք հայկական երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, մեր լավագույն պահերը նրանք են, որոնք մենք կիսում ենք միմյանց հետ։ Կհանդիպենք առաջնագծում հաղորդաշարի հաջորդ եթերներում։ Ցտեսություն։